Վաղուց է ես չես ստուգել աշխարհի կորցմանման ժամացույցի տվյալները։ Կանգնած է 90 վայրկյանի վրա։ 90 վայրկյան, որ մյուս օրը կարող է չսկսվի։ Երբ այդ ժամացույցը Կարիբյան ճգնաժամի ժամանակ ցույց է տվել 7 րոպե, մինչ աշխարհի կորցանում։ Բարև ձեզ։ Նայեք, շուտով կխոսան Հայաստանում ինձանից հետո մեր հանրային սննդի մասնագետները, փակագծերի մեջ էլի։ Տեսեք, երիտասարդներ ավելի շատ, դեռ հələ 1947 թվականին գիտնականները, ատոմային ֆիզիկոսները ստեղծում են այդ ժամացույցը էլի, որ աշխարհին հետ պահեն, աշխարհին ավելի սթափեցնեն էլի, որ կա տենց վտանգ, որ կործանվի, վերանա մարդկությունը, մոլորակը։ Ու հիմա դա 90 վայրկյանի վրա է կանգնած։ Ես նայում եմ այս վերջին իրադարձությունները, մեր հայկական վերլուծական դաշտը, այդ կիսախելագարները էլի, որ հրճվում են, հաղթում է Եվրոպան, դեռ Մակրոնը դարձել է Նապոլեոն Բոնապարտ, վեր են լուծում, հասկանում եք, մի հիմար մանկական բանի են վերածել, գլոբալ աշխարհքաղաքական այս ամեն ինչ էլի, ատոմային տիրությունների դերը այս մոլորակում, այս հողի վրա։ Ես նայեք, Սիրիայում ինչ է կատարվում այդ ցեղասպանություն էլի, ալավիտներին ցեղասպանում են հիմա։ Եվ մեր այդ նույն հիմար վերլուծական դաշտը ասում էր, Սիրիայում վերականգնվեց դեմոկրատիան։ Ես հիմա կուզեմ Սիրիայից մի քանի բան ասեմ, Սիրիայի պահով, որտև ձեզ մատուցվել է միայն հիմարություն եւ ապուշություն։ Սիրիան դա մի բազմազգ երկիր է, որտեղ կան, նայեք, բան ֆանատիկներով շատ, հոգևոր ֆանատիկներով, անուղեղ։ Եվ հավատացեք, այդպիսի երկրում դեմոկրատիա չի կարող լինել։ Օրինակ, հենց ինքը Բաշար Ալ-Ասադը ու նրա այդ համակարգը ամենանորմալն էր այդ երկրում։ Չկար դեմոկրատիա, որտեղ դեմոկրատիան դա կիրթ հասարակությունների համար է, ոչ թե մի երկիր, որտեղ տարբեր ազգություններ են ապրում, տարբեր մշակույթներ, տարբեր կրոններ եւ աղանդներ ավելի ռադիկալ, ինչպիսին հենց այդ մամեդական այդ ծայրահեղականներն են, որոնք պարզապես չեն ուզում քաղաքակրթություն, նրանք ուզում են ապրեն միջնադարում, ինչպես իրենց մարգարեն։ Ես մի խոսակցություն պատմեմ, դա եղել է դեռ մի 2 ամիս առաջ, մի տաջիկի հետ։ Ուրեմն այդ տաջիկը ինչ ինձ ասեց, էլի, որ իրենք հիմա սպասում են բոլոր տաջիկներով, էլի, երբ կմահանա իրանց նախագահը, որ գնան երկրում անեն հեղափոխություն։ Այդ խոսակցությունը են Կրոկոսի դեպքերից հետո էր, էլի, որ հենց Մոսկվայում իրենց ստուգում էին այդ ռեյդեր էին գնում, էլի։ Ու տեսեք, ես հասկացա, էլի, ասենց լսում եմ ես այդ կիսախելագարին, որ մարդիկ, որոշ ուզում են, երազում են ապրեն միջնադարում։ Բանում հիմա Տաջիկստանում սոցիալական երկիր է, հասկանում եք, այնտեղ ալկոհոլ կա, բան կա, մարդիկ դեմքված պետք է ման գան առանց այդ իրենց չադրա չալմեքի, բայց նոր սերունդը երիտասարդ ձգտում է միջնադար գնա։
ու նույնն էլ հենց Սիրիայում էր։ Հասկանում եք, Բաշար al-Ասադը ու նրա հայրը այդ համակարգը դեռևս խորհրդային միության ժամանակ որ ձևավորվեց այնտեղ սոցիալիստական էլի ասենց ասած։ Դա այդ բալանսն էր պահում։ Ձերքի օրինակ բռնապետության թեկուզ ծանր ձերքի տակ ֆիզիկական էլի այդ ուժի այդ բանտերը որ կային իրանց որ այսպիսի խելագարները ոնց որ ինձ հանդիպեց այդ տաջիկը ավելի չբազմանան ում բռնում էին այդպես դաժան պատժում էին հենց բանտերում խոսքը ասում է լես ռուբիատ շեպկի լիծյատ անմեղ մարդիկ էլ են եղել անազնիվ մոտեցում էլ ա եղել չեմ բացառում բայց այն որ այդ երկիրը այսինքն անստաբիլ էր ու նայեք մեր հայկական խելագարները որ կային էլի վերլուծական դաշտի Եվրոպայում այդ ներկայացնում էին terroristների հաղթանակը այդ ահաբեկիչների էլի այդ խելագարների իբր դրանք դեմոկրատիա են հաստատում Եվրոպան ծափահարում էր մեր ապուշները ծափահարում էին այդ թե ուր բերեց Սիրիան դա մի հարուստ երկիր էր, նայեք, այնտեղ կյանքի մակարդակը համարյա նույն Իսրայելի մակարդակին էր։ Հայեր կային Հայաստանից, որ տեղափոխվել են Սիրիա, աշխատում եւ ապրում են, եւ բարեկեցիկ ձևով։ Նույնիսկ խորհրդային միության ժամանակ Սիրիան ավելի պրոգրեսիվ ա եղել իր ամեն ինչում, էլի, քան թե սովետական միությունը։ Թեկուզ եւ եղել են այնտեղ կոմունիստական հասարակարգա տիրել։ Սիրիայում միջև էս պատերազմը նայեք եղել է եվրոպական արժեքներ, լիովին։ Եղել են օրինակ նույն ակումբներ, դիսկոտեկաներ, սենց ասած, աղջիկները առանց ով ոնց ուզել է իրեն պահել է, հասկանում եք, հարդարել են իրենց մասերը, դեմքը բաց, ծիծաղել, ազատ կյանք ունեցել մարդ, հասկանում եք, ազատություն ինչպես նույն ձև Եվրոպայում։ Քաղաքական ռադիկալ ոչինչի չեն տրվել, բայց ապրել են նորմալ ձևով։ Ալկոհոլ էլ ա եղել, կարճ զգեստել են հագել աղջիկները, գեղեցիկ հագնվել, ավելի սեքսուալ, բարերում բանում մանեկել, դա նորմալ կյանք ա եղել այնտեղ։ Ոչ թե ասենց խավարամիտ խելագարություն, որ քարոզում է այդ ռադիկալ իսլամը, ովքեր այսօր եկան Թուրքիայի օգնությամբ։ Ինչ-որ միտեղ հենց Եվրոպայի, հենց արևմուտքի օգնությամբ։ Ու դուք ուրախանում եք, որ Ռուսաստանը այդտեղ պարտվեց։ Երբ որ մեր շատ հայ հարազատներ եւ հայրենակիցներ ապրում են Սիրիայում։ Այս է ողբերգություն, ես գիտեմ հիմա շատերը կասեք, դու մեր դարդից մեր դարդով տապակվի, խլեշի սպարապետ են դատում։ Խլեշի սպարապետը իր խելքից է ինչ լինում է, երբ հիմարներ հավաքեց կողքը։ Բայց ես հիմա այտենց մտածողներին կասեմ, լսեք, ինչ եք ուզում աշխարհը մեր ցեղասպանությանը ցավակցի, մեզ աջակցի, մեզ խղճա, երբ որ մենք անտարբեր ենք ուրիշի ողբերգության նկատմամբ։ Նույն այդ Սիրիայի ժողովրդի այդ ալավիտների հիմա։ Տեսնում եք այդ սարսափելի կադրերը ինչա կատարվում։ Եվ ոնց է Եվրոպան պարզապես խորը մտահոգվում, շատ խորը։ Եվ այդ նույն Թուրքիային մտածում են, որ լինի մտնի Եվրոպա եւ դառնա եվրոպական անվտանգության երաշխավոր Միացյալ Նահանգների փոխարեն։ Այսինքն առաջարկներ կա Թուրքիան Իրանը առաջ բրթում։ Այդ թե ինչ Եվրոպա եք ուզում դուք գնաք։ Կամ որ Մակրոնը, ես ասեմ Պուտինը շատ ճիշտ բառեր ասեց, որ ասեց Մակրոնը իրան Նապոլեոնի տեղն ա դրել։ Ֆրանսիացին երևի մոռացել է, որ առաջին համաշխարհայինի ժամանակ իր զորքին դիրքեր էր ուղարկում տաքսիներով։ Փարիզի տաքսիներն էին մարդկանց տանում դիրքեր։ Ինքը մոռացել է երկրորդ համաշխարհային Ջունկերկը, ողբերգությունը այնտեղ, որ հասան ծովի բերան։ Մի քանի օրում Գերմանիան ինչպես ասենց շվշվացներով հասավ
Փարիզը գրավեց։ Հետո այդ վիշի կառավարությունը։ Հասկանում եք, այսպիսի բաներ դες չեն ասում, փարաբանում են, ասում են Նապոլեոն դարձավ բանը։ Մակրոնը պարզապես PR-վում է, իր կորցրած այդ ձայները եւ իր այդ դիրքն է ուզում ապահովի երկրում։ Սա պոպուլիզմ է։ Մակրոնը մոռացել է, թե ինչպես վերջում Նապոլեոնի ճակատագիրը ինչպես ստացվեց, էլի։ Ոնց ռուսական բանակը մտավ հենց Ֆրանսիա։ Դրա համար այս համաշխարհային այս քաղաքականությունը, պատմությունը դուք դիտարկում եք ոնց որ մի կոմիքս։ Սենց տեսնում եմ էլի, Ուկրաինան հաղթում է։ Լսեք, ատոմային զենք կա։ Այս ամբողջը PR եւ այս ամբողջը պոպուլիզմ է համաշխարհային։ Դրա համար է Տրամպը պայքարում։ Որտեւ 90 վայրկյան աշխարհի կործանմանը կգա մի կետ, որ արդեն կանցնեն միջուկային զենքերին։ Իսկ հիմիկվա միջուկային զենքերը դրանք տասնյակ անգամ ավելի հզոր են, քան այն, որը եղավ Հիրոսիմա եւ Նագասակի քաղաքներում։ Մեր ժողովուրդը դրանք մոռացել է։ Մեր ժողովուրդը ապրում է մի հեքիաթային սենց մարգինալ աշխարհում։ Այս ձայնագրությունը կուզեի անել այսօր, որ նայում եմ էլի։ Շատ ողբերգական բաներ է, այդ մանավանդ Սիրիայում այդ դեպքերը, Եվրոպայի հիմար հայտարարությունները, որ Լսեք, միջև նրանք իրանց ռազմական արդյունաբերությունը դնեն ռեցերի վրա սկսեն, Ուկրաինայից բան չի մնա։ Այս ամենը գեղեցիկ շոու է, բանի համար, էլ իրենց ընտրողների համար, Մակրոնը այնտեղ, Գերմանիան այնտեղ, Էնուսը այնտեղ, Անգլիան, հասկանում եք, գեղեցիկ հայտարարություններ, պոպուլիզմ, պարզապես ուրիշ ոչ մի բան, բայց այնտեղ զոհվում են ժողովուրդ, համ Ուկրաինայի կողմից, համ Ռուսաստանի։ Շնորհակալություն, որ լսեցիք։ Բաժանորդագրվեք, ես սխալ բաներ չեմ ասում։ Իմ բոլոր ասածներս մի տարվա մեջ իրականություն դարձան։ Ու հիմա տեսեք, այս ժամացույցից կխոսան արդեն մեր լրատվամիջոցները, կգուգլեն, կկարդան արդեն նոր ինֆորմացիա, կասեն ոնց է մեր pedagogan քյաբաբնոցում սրա մասին չենք իմացել։ 90 վայրկյան։ Աջողություն։